Այսօր խոսում ենք 2020 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի մասին, բայց ելի համարյա քիմիա չկա Նոբինարի մեջ։ Ինքը DNT-ի խմբագրման մասին է, թե ոնց են մարդիկ հայտնաբերել ձևը, որ մարդու DNT-ն ձևափոխեն, ինչ որ բաներ ջնջեն, ավելացնեն եւ այլն։ Մարդը շատ բան ասեցի, հատուկ ասեցի, ցանկացած DNT բույսերի, կենդանիների, բակտերիաների եւ այլն։ Կարճ ասած, DNT խմբագրելու մասին է։ Կծանոթանանք, թե ոնց են հայտնաբերել, ինչ էին ուսումնասիրում, որ այդ հայտնաբերել են, ու թե ոնց են օգտագործում ու ինչ վտանգներ ու առավելություններ կա այս տեխնոլոգիայի մեջ։ Խոսքը էլի սկսվում է այտենց մոտիվացիոն խոսքերով, որ գիտության ամենատենց գրավիչ մասը իր անկանխատեսելիությունն է, որ երբեք չես կարող ասես այս գիտական հետազոտությունները ուր են տանելու, ինչ են բացահայտելու, ու հենց այդ դրա անկանխատեսելիության շնորհիվ էլ որոշ մտքեր լինում են անպետք, անպիտան, կամ չեն կարող իրականացնել ու հենց մահանում գնում են, բայց լինում են մտքեր, որ շատ ուժեղ են լինում ու երկար տարիների տանջանք ու աշխատանք է պետք, որ հասնես վերջնակետին ու հասկանաս ինչ արեցիր, ինչ գտար, ինչ նոր բան բացահայտեցիր։ Ու այս անկանխատեսելի բացահայտումներից մեկը հենց այս տարվա CRISPR-Cas9 տեխնոլոգիան է, որը էլի անկանխատեսելի է եղել, որովհետև այս գիտնականները չէին ուզում գեն խմբագրեն, այլ ուզում էին ուսումնասիրեն բակտերիայի իմունային համակարգը։ Նախորդ վեբինարներին լիքը բաներ կա, որ պետք է գալու այս նոմինարին, բայց ամեն ինչ կփորձեմ հիմա էլ ասեմ, որով առաջին անգամ իրանք էլ հասկանան։ Բակտերիաները հիմնականում տենց մի հատ բջջից կազմված օրգանիզմներ են, մի հատ բջիջ է, որը գնում մտնում է ինչ որտեղ ապրում է։ Մեր օրգանիզմում կա լիքը բակտերիաներ, որոնք մեզ օգտակար են, բակտերիաներ կա, որոնք օգտակար չեն, վնասում են։ Պարզվում է իրանք էլ ունեն իմունային համակարգ։ Օրինակ մեր օրգանիզմում իմունային համակարգը շատ մեծ է ու միլիոնավոր բջիջներից է կազմված, հատուկ մի հատ բջիջ կա, որը հենց, ասենք, իմունային ինչ-որ բջիջ է, բայց այս դեպքում ընդհանուր ամբողջ բակտերիայի մի հատ բջջում կա առանձնացած իմունային համակարգ, հեսա կհասկանանք այդ ոնց է աշխատում։ Ու այս գիտնականները հետազոտում էին այս Streptococcus բակտերիան, բակտերիաների տեսակները ստե արագ ցույց տան, որ ոթե տարկիր է, սենց մի հատ բջջից կազմված մի հատ բակտերիան, կոկուս են ասում, որ մի հատ կոկուսը տենց ոնց որ հունարենից է գալի, կամ լատիներենից, ոնց որ շրջանաձև նշանակում շրջան, տես մի բան, հավանաբար կոկոս բառն էլ է դրանից եկել, վստահ չեմ, ու տենց երբ որ բակտերիաները հավաքվում են իրար հետ ինչ-որ բան են կազմում, խումբ են կազմում, տենց տարբեր տեսակի են դառնում, դիպլոկոկի, որ երկու հատ իրար կողքված է, ստրեպտոկոկի, նեսի այն բակտերիաներ, որոնք իրանք ուսումնասիրում են, որոնք երկար շղթա են իրար հետ կազմում, ցած տարբեր ձևի անունների խմբեր են կազմում բակտերիաները, կան սենց օվալաձև բակտերիաներ, մի քիչ ավելի մեծ ծայրերով բակտերիաներ, որոնք էլի տարբեր ձև են իրար կպնում, ցած հազար մի տեսակ բակտերիաների խմբեր ու բակտերիաներ կան։ Օրինակ անալիզների ժամանակ էլ, երբ որ բանով նայում են, միկրոսկոպով նայում են մանրադիտակով, էլի sense մանրադիտակի տակ կարանտ են անելի բակտերիաները sense տեսք են ընդունում, sense տեսք են ընդունում, թե sense տեսք են ընդունում, ու դրա շնորհիվ նաև կարող են իմանալ ինչ բակտերիայի տեսակ է։ Այդ հնարավորությունն էլ է տալի։ Այստեղ մի քիչ շիրուն նկարազոտ գունավոր, էլի որ 3 տեսակի են լինում, այդ կոկիները, որոնք կլորեն իրար կպնում են, դառնում են ինչ-որ բակտերիաների խումբ, բացիլին, որոնք ավելի երկար են, ու չգիտեմ հայերեն բացիլ բառը սրանից է գալիս թե չէ, բայց շատ նման է, ու տարբեր ուրիշ տեսակի բակտերիաներ։ Հիմա հետ վերադառնալով մեր հոդվածին։ Կարճ ասած, այս երկար բակտերիաներին են ուսումնասիրում, որոնք իրար հետևից են կպնում։
Ու այս ուսումնասիրությունը 8 տարի տևեց, որ ինչ որ հետաքրքիր բան հասկանան, ուրեմն ինչ են արել։ Բերկելեք։ Աստղ միանգամից բացահայտման մասին է խոսում, որը վերջում կխոսանք։ Առաջինը խոսանք այս գիտնականի մասին, մոռաց ասեմ, երկու գիտնականն է ստացել, երկուսն էլ կին, ոնց որ թե պատմության մեջ առաջին անգամ է, որ Նոբելյան ստացողները բոլորը կին են, բոլորը երկուսով են։ Իմ իմանալով տենց բան չի եղել, բայց էլի վստահ չեմ։ Ամենայն դեպս առաջին գիտնականը Էմանուել Չարփենտիրը շատ տենց բազմազանություն սիրող մարդ էր, 5 տարբեր երկրներում ապրել, 7 տարբեր քաղաքներում ու 10 տարբեր ինստիտուտներում աշխատել։ Ու տենց այս բացահայտման համար շատ օգուտ է տվել տարբեր մարդկանց հետ համագործակցել աշխատելը, որովհետև լիքը դերից լիքը բան են վերցրել, որ կարողանան վերջերս արդյունքը ստանան։ Ու իրանց հիմնական նպատակը այն էր, որ այս բակտերիան ուսումնասիրեն, որովհետև ինքը շատ ագրեսիվ էր, ուզում էին հասկանան խի այդպես ագրեսիվ ու այն ժամանակ մեծ վնասներ էր հասցնում մարդկանց, միանգամից բաներ, դիմադրողականություն էր ձեռք բերում անտիբիոտիկների դեմ ու ուզում էին նոր տեղ հայտնաբերեն այս բակտերիային հաղթելու համար, բայց լիքը մարդիկ են հիվանդացել, որոշները մահացել այս բակտերիայից, դրա համար տենց կենտրոնում էր ուսումնասիրության։ Ու գլխավոր այդ բակտերիաներից մեկը ստրեպտոկոկուսներ, տենց, նաև տենց անվանում են flesh eater, ոնց որ մկաններ ուտող, որտեղ երբ որ վնասվում էր օրգանիզմը, տենց մկաններն էին վնասվում ու փոքրանում չափսերով, ոնց որ մկաններին էր վնասում, ուտում, ասենց ասած, կարճ ասած հեչ լավ տեսք չունեին հիվանդացողները։ Ու ուսումնասիրեցին, թե այս բակտերիայի գեները ոնց են աշխատում, ինչ են անում։ Սա առաջին գիտնականի պատմությունն է։ Երկրորդինն էլ նայենք ու անցնենք, թե ինչ են արել։ Երկրորդ Ջենիֆեր Դոուտնան էլ ապրել է, մեծացել է Հավայան կղզիներում փոքր ժամանակվանից ու տենց հետաքրքրությունը առաջացել է, երբ որ իր հայրը իրան նվիրել է այս The Double Helix գիրքը, որը շատ հայտնի գիրք էր այն ժամանակ DNT-ի մասին էր, առաջին DNT-ի գրքերից է եղել, ոնց որ այս գիրքը գրողն էլ է Նոբելյան մրցանակ ստացել այդ թվականներին, ինչքան գիտեմ, ու հետաքրքրությունը առաջացել է բնագիտության, մոլեկուլային կենսաբանության ու DNT-ների հանդեպ, ու իր ամբողջ կյանքը նվիրել է RNT-ների ուսումնասիրությանը, ամբողջ կյանքը ասել պետք չի մահացել, ամենայն դեպս մեծ շրջանը անցկացել է RNT-ների ուսումնասիրության համար, ոչ թե DNT-ների, RNT-ները մի հատ շղթայով նուկլեոտիդներն են, DNT-ն երկու շղթայով, երբ որ իրար վրա փաթաթված են, լիքը խոսացել ենք սրանց մասին, ու իրենք 2006 թվականին են հանդիպել իրար հետ, որից սկսել են համագործակցել ու ստացվել է վերջնական արդյունքը։ Okay. Ինչի մասին է։ Հա, ըստեղ ուսումնասիրելով բակտերիայի DNT-ն, ինչ տեսան, որ այս տարբեր բակտերիաների մեջ կա ինչ-որ հատված DNT-ի մեջ, որը կրկնվում է։ Նույն ձև բակտերիայի մեջ ինչ-որ հաճախականությամբ DNT-ի մեջ կրկնվում է այդ նույն հատվածը։ Հետո նկատեցին, որ ոչ միայն մի բակտերիայի մեջ այդ նույն հատվածը կրկնվում, այլ տարբեր բակտերիաների մեջ այդ նույն հատվածը կրկնվում։ Լրիվ նույն բաներից կազմված նուկլեոտիդներից։ Նուկլեոտիդները այդ բանն է, ինչից բաղկացան սա DNT-ն ու RNT-ն, փոքր մոլեկուլները 4 տեսակի, որ կոդն են կազմում մեր DNT-ի։ Հիմա բացի դրանից ուրիշ բան նկատեցին, որ այս կրկնվող հատվածների արանքներում կան DNT-ի հատվածներ, որոնք տարբերվում են իրարից, նույն հատվածից չկա երկու հատ, ու ինչքան էլ զարմանալի է, այս հատվածները գտել են վիրուսների մեջ, այսինքն ինչ ալնում, բակտերիայի DNT-ն նայում են, գտնում են ինչ-որ հատված, որը վիրուսի DNT է, ու տենց շատ տարօրինակ է, ինչ գործ ունի վիրուսի DNT-ն բակտերիայի DNT-ի մեջ, ինչ անում, ու այս
հատվածների անունները դրեցին clustered regularly interspaced short palindromic repeats, որը կարճ ասում են CRISPR, որից էլ հենց գալիս է տեխնոլոգիայի անունը CRISPR-Cas9։ Սրա նկարը, սա ավելի հեշտ հասկանալու համար, ստը DNT-ի հատվածն է բակտերիայի ու այսի հետ կրկնվող մասերն այս սև մասերը, որ ինչ որ հատվածում է կրկնվում է նույն սև հատվածը, որը նույն շղթան է, իսկ այս կապույտը կանաչ ու նարնջագույնը ոնց որ տարբեր DNT-ի հատվածներ են, ու պարզվում է, որ այս բակտերիան շատ խելացի բան է անում, երբ որ իր մեջ վիրուս է մտնում, եթե չգիտեք, վիրուսները բակտերիաներին էլ են վարակում, բակտերիան երբ որ գոյատևում է, հիմա անում, այս իր մեջ հատուկ մեխանիզմ կա, որ այս վիրուսին ինչ որ DNT-ի հատված կտրում է ու բերում դնում է այս իր DNT-ի մեջ մի հատվածում, որը պարզվում է իր ոնց որ գիրքն է, որի մեջ պահում է թե ինչ վիրուսներ է ինքը տեսել, որ դրանցից սկսի պաշտպանվել։ Հետո կհասկանանք ոնց է պաշտպանվում, բայց շատ խելացի բան է անում այս ձևով բակտերիան։ Կոպիտ ասած, պահում է վիրուսի նկարը իր մոտ, նկարում է, չգցնում է, որ հետո նույն վիրուսին երբ որ տենա, իմանա, որ այս վիրուսը պետք է վերացնել։ Դրա համար այս հատվածները իրանք գտան, այս գիտնականները գտան նաև վիրուսների մեջ, որտեղ վիրուսին հատվածներ։ Բակտերիան բռնում կտրում, կպցնում է իր DNT-ին, պահում է վիրուսի DNT-ն, որ հետո իմանա, որ էսի վիրուս է։ Հիմա մի հատ անունը հասկանում խիա տենց, ուրեմն հերթով բառերը clustered-ը նրան է վերաբերվում, որ այս իր գրադարանը վիրուսների DNT-ը ինչ որ հատուկ մասում է բաշխված, cluster-ավորված, դրա համար clustered, ինչ որ քրոմոսոմի մեջ հատուկ մի տեղ է, regularly interspaced-ը նրա մասին է, որ regular այս անընդհատ կրկնվում է այս հատվածները ու արանքում space-ներ կա, սրանց անվանում են, ստե գրած չի, ինչ որ space-ի պես բառեր, համենայն դեպս ոնց որ անընդհատ sense կրկնվող ինչ որ DNT-ներ կա, վիրուսի DNT-ները ու short palindromic repeats-ն էլ repeat-ը կրկնվող մասին է, որ մասը կրկնվում է short-ը, որտեղ կարճ են, palindromic-ն էլ palindromic ասում են այն բաներին, որոնք սկզբից ու վերջից կարդալուց նույն բան ունեն, ասենք չգիտեմ, Աննա անունը, դեմից ու սկզբից կարդալուց նույն Աննան է, այս դեպքում այս պարզվում է սև հատվածները կրկնվող palindromic են։ Սա նկարը ցույց տամ, որ ավելի հասկանալի լինի։ Այսա։ Այս կապույտի հետ կրկնվող հատվածն է, ու երբ որ ստեղից այս կողմ կարդանք GAATTC, ու այս կողմից ներքևին հակառակ առնանք, կլինելու է նույն GAATTC։ Ինչի համար է սա, որ բնականաբար մեր 3D աշխարհում տարբերություն չկա, չէ՞, դու DNT-ին վերևից կկպնես, թե ներքևից կկպնես, ու որ կողմից որ կողմը կկարդաս, տարբերություն չկա, դրա համար ոնց որ պետք է palindromic լինի, որ դու որ կողմից էլ կպնես, ճանաչես, որ այս ինքն է, էլի, այս GAATTC-ն է։ Շատ տարիների էվոլյուցիայի ընթացքում սիրուն palindromic են դառել, որը օգտակար է, էլի։ Այդտենց Այսի առաջին մասը, որ հասկացան, սենց ինչ որ հետարքիր իմունային համակարգ կա բակտերիայի մեջ։ Խոսացինք վիրուսի հատվածներն են, պահպանում է, որ հետո վերածնի այդ վիրուսներին։ Հետո այս գիտնականները գտան գենի մեջ հատված, որի անունը CRISPR associated են դրել, այսինքն CRISPR-ի հետ կապ ունեցող, որը արտադրում էր բան սպիտակուց ու դրա անունը կարճ Cas են դնում, որն էլ այդ տեխնոլոգիայի երկրորդ մասն է, CRISPR-Cas։ Այս սպիտակուցն էլ ոնց որ տեսել են, որ այս հատվածի DNT-ի հատվածի հետ կապ ունի ու դրա համար sense են անվանել։ Ու նաև տեսան, որ նման է այս հատվածը, որը ոնց որ այս հատվածի կոդը էլի նման է այս CRISPR-ի մեջ ոնց որ եղած կոդին, դրա համար
հասկացել են, որ կապ ունի, բայց չգիտեին ինչ կապ ունի։ Ու հիմնականում այս մեխանիզմը երկու բաժնի է, ոնց որ տարբեր բակտերիաների մոտ տարբեր է, բայց հիմնականում երկու կլաս կա դրանց։ Մեկը շատ բարդ է, որի մեջ տենց լիքը տարբեր քաս, տարբեր տեսակի սպիտակուցներ կա, բայց այս երկրորդը շատ ավելի պարզ է, որ մի հատ սպիտակուց է քաս 9 անունով, որը հիմնական ֆունկցիոնալը տենց սկսեցին այս երկրորդ սպիտակուցը ուսումնասիրել, դες ինչ է անում, որտեղ հեշտ է, ընդամենը մի հատ է, կամ մի քանի հատ ֆիորա գրած, բայց հիմնականում այդ մի հատն է։ Լավ, հիմա երևի գնանք նկարով ամբողջ ֆունկցիան նայենք, հետո տեքստին կանդրադառնանք։ Նկարով ավելի հետաքրքիր է, էլի։ Ունեցանք այս DNT-ն։ Բակտերիան ունի DNT, որի մեջ վիրուսի DNT-ն էլ կա։ Հետո ինչ է անում։ Ինքը, ոնց գիտենք, DNT-ն նրա համար է, որ իրանից արտադրեն RNA-ը, որը կամ հետո կգնա սպիտակուց կարտադրի, կամ չի արտադրի, այդ արդեն ուրիշ հարց է։ Համենայն դեպս այս CRISPR DNA-ի հատվածից ստեղծում է CRISPR RNA-ը, որը մի հատ շղթանազուտ սրա, ստանում եք։ Հետո ինչ է լինում։ Իշտենք։ Էսի այդ հատվածն է RNA, որ ամեն գույնը մի հատ վիրուսի DNT-ի է։ Այս կարմիրով նշած է tracker RNA, էսի հատուկ RNA-ը, որը գալի կպնում է այս կրկնվող հատվածներին։ Դե քանի որ օրգանիզմը գիտի իր մեջ կրկնվող հատվածը ինչա, որտեղ իր DNT-ն է, ոնց որ ինքը գիտի ինչա, կարա հեշտ sense RNA-ներ ստեղծի, որը մենակ այս հատվածին են գտնում։ Ու ուրիշ sense մի հատ մեխանիզմ կա օրգանիզմում, որ գալի տենց, երբ որ այս կպնումը կտրում է ստեղից, ու դու ստանում ես ոնց որ մենակ այս սև հատվածը մի հատ վիրուսի DNT-ի հետ, ու այս կարմիր RNA-ն իրար կպած, որը ոնց որ այս մի հատ հատվածն է։ Մի հատ վիրուսի DNT, կրկնվող սև հատվածը ու այս մյուս RNA-ն։ Ու այս կարմիր RNA-ն նրա համար է, որ այս սպիտակուցը, որ այս քասինն է, որի մասին ասում էի, կպնի իրան։ Կարճ ասած, այս DNT-ին կպցնում է սպիտակուցին։ Ստանում է sense մի հատ համակարգ, որտեղ սպիտակուցը կպել է այս եկած բանին։ Ու հետո ինչ է լինում, պարզվում է այս սպիտակուցը Cas9-ը DNT կտրելու համար է։ Ինքը նրա համար որ գնա կպնի DNT-ին ու կտրի։ Բայց պետք է իմանա, որ DNT-ն է կտրում, DNT-ի որ հատվածն է կտրում։ Հենց դրա համար էլ այս հատվածն է պետք։ Երբ որ այս բակտերիայի օրգանիզմ մտնում է նորից այս նույն վիրուսը, իր DNT-ն վերում գցում է այս բակտերիայի մեջ որ վարակի, այս հատվածը ճանաչում է իր DNT-ին, որտեղ ոնց որ այս այն հատվածն է, որը կպած է DNT-ին։ Ոնց որ եթե իրար համապատասխանում են, իրան կպնելու են, կարճ ասած այս հատվածը գալիս հենց կպնում է DNT-ին վիրուսի, որը արդեն երկրորդ անգամ մտնում իր օրգանիզմ, ու իր գրադարանում կար այս հատվածը։ Ու հենց որ այս սրան բռնում է, այս Cas9-ը կտրում է DNT-ն։ Ու երբ որ կտրում է DNT-ն, դե վնասում է DNT-ն, ու վիրուսը էլ չի կարող տարածվի, որտեղ վնասվել է DNT-ն։ Նույնիսկ եթե հետ կպնեն իրար DNT-ն, ոնց որ սխալմունքներով է կպնում, էլ չի աշխատում։ Կարճ ասած, այս բակտերիայի իմունային համակարգն է վիրուսի դեմ, որը հենց վիրուսը մտնում է, կտրում է, պահում է DNT-ն ու հենց նորից այդ վիրուսից մտնում է, արդեն ինքը ունի այս սպիտակուցից, որի վրա կա այս ճանաչող հատվածը, որ հենց կպնելու է DNT-ին ու վերացնում։ Այսքանից հարցեր ունենք։ Բայց հայտնաբերելը ու կտրելը դա կառավարելի չի դրսից, այսինքն բակտերիան ինքն է անում այդ բոլորը։ Լավ չհասկացա, որ մասով կոնկրետացնես։ Այսինքն մենք չենք կարող կառավարել գտնելը եւ կտրելը։ Միայն բակտերիան է ավտոմատ անում։ Այս տարբերակում բակտերիան անում, որովհետև իր մեջ կա այս կարմիր RNA-ն, իր մեջ կա այս կապույտ պրոտեինը, ու իր մեջ կա այս DNT-ի այս հատվածը, որը պահում է վիրուսների DNT-ն։ Ոնց որ այս ամենը կա, դրա համար է կարող անի։
ու հիմա ոնց որ հեսա անդրադառնալու ենք նրան, թե այս ոնց են օգտագործում մարդիկ, որ կառավարելի սարքեն ու իրենց ուզած հատվածները։ Եթե դրա մասներին հարցը։ Լավ, սպասեմ ուրեմն։ Այո։ Էսի հենց դրա մասին էր, այսինքն ինչ ստացվեց, հետաքրքրությունը որն էր, որ այս մարդիկ զուտ ուսումնասիրում էին բակտերիաների իմունային համակարգը, բայց շատ պատահական գտան մեխանիզմ, որ կարելի է դնեթը էդիտ անել, խմբագրել, որը տենց լրիվ անկախատեսելի էր, էլի ոչ մեկ չէր սպասում, որ սեզոն կարող բացահայտեն։ Okay, ստեղ էլ ինչ ասում։ Պատմում այդ tracker RNA-ի մասին։ Ստե անունները երևի պետք է զուտ ֆիքսել, որ հետո տեքստի մեջ տենաս չխառնում ես, էլի որտեվ RNA-ը ամենտեղ կա ու հետևից անուններ են կպցնում tracker RNA, սրա անունը cRNA-ա, որ պրոստը CRISPR-ի առաջին երկու տառն են դնում ու RNA են դնում։ Սա դրա մասին բան կնայենք։ Բայց դե մի հատ հարց առաջանում, okay, եթե այս բակտերիայի օրգանիզմում կա sense մի հատ սպիտակուց, որը գալու է կպնի այս հատվածին, բակտերիայի վիրուսի DNT-ի հատվածին ու կտրի, այդ դեպքում խինքը հետ չի գալիս, կպնում ես իր DNT-ին, որտեղից հելել էր, որտեղ էսի այդ հատվածն է, չէ՞, այդ հատվածին կպնող հատվածն է։ Ու հենց ինքը իրան կտրի։ Իր DNT-ի մեջ կա վիրուսի DNT-ն ու ինքը մանա գալի վիրուսի DNT-ն։ Հետևաբար ինքը գալու է հետ, ինքը իր DNT-ն կտրի, որի մեջ այդ վիրուսի DNT-ն էր։ Բայց էդ էլ մտածված բակտերիաների մեջ ինքը իրեն չի կտրում, որովհետև իրականում այս ամենասկզբի հատվածում, որ ասում ենք բակտերիան բռնում է վիրուսի DNT-ից հատվածը կտրում, պահում է, պատահական մաս չի բռնում կտրում։ Ինքը այն մասն է բռնում կտրում, որից հետո կա բան, հստակ ինչ որ ամինաթթու, բան նուկլեոտիդ ու GG։ Ոնց որ 3 հատանոց կոդ է, որը հենց գտնում է վիրուսի մեջ, այդ հատվածը բռնում կտրում է դրանից առաջ։ Իսկ ես ասում եմ վիրուսի հատվածն է վերցնելու, որից հետո այս կոդն է գալու, օրինակ ինչ որ նուկլեոտիդ, հետո GG։ Ու իր այս սև հատվածներում այդ կրկնությունը չկա ինչ որ ամինաթթու, իր հետևից երկու է GG։ Հետևաբար ինքը չի կարող գա հետ կպնի, ինքը իրան կտրի, որովհետև այս հատվածում պետք է լինի այդ համընկնող մասը, որ կտրի, բայց այս հատվածում չկա։ Իսկն հետարքիր բան է մտածել, էլի ասել արի մի հատ կոդ որոշեմ, այդ կոդով կտրեմ DNT վիրուսի, բայց հետո իմ մոտ նենց սարքեմ այս սև հատվածը, որ այդ հատվածից չլինի ու հանկարծ ինձ հետ չկպնի։ Այս տարբերությամբ։ Այս մասը կարևոր է, որովհետև ամենագլխավոր դժվարություններից է հիմա այսի այս CRISPR տեխնոլոգիան օգտագործելու այլ միջավայրերում։ Վերջում կհասկանանք խի։ Այդ տենց։ Այս ոնց որ գիտնականներից մեկն էր այս ամեն ինչը բացահայտել, հետո այս երկրորդ գիտնականը լսել էր, որ հետաքրքրված է այս ամենով ու ուզում էր իր այդ հանդիպեր, տենց Պուերտո Ռիկոյում երկուսով գնացել էին, իսկ իրարից առանձին գնացել էին կոնֆերանսի ու շատ պատահական ինչ որ ռեստորանում, կաֆեում հանդիպում են իրար, խոսում են ու տենց որոշում են, որ պետք է համագործակցեն։ Ու իրար հետ էքսպերիմենտ են անում, որ այս օրգանիզմի մեջ վերցնում, չգիտեմ, բակտերիայի վրա են այս փորձը անում, թե չէ, չեմ ստե գրածա թե չէ։ Ամենայն դեպս բջիջ են վերցնում, որի մեջ այս սպիտակուցն են գցում, իրանց ուզած RNA-ն են գցում ու ասում են դե ոնց որ տենան կաշխատի, թե չէ, այսինքն աշխատելը որն է։ Եթե աշխատում է, պետք է տենան, որ DNT-ն կտրվում է ինչ որտեղ բջջի մեջ։ Բայց տեսա որ չի աշխատում ու տենց չէին հասկանում, բա ինչ է, ինչ են կարել, ոնց որ թե ամեն ինչ ճիշտ են կարել, տենց հետո հասկացան, որ ամեն դեպքում պետք էր նաև այս RNT-ի այս հատվածի ու այս սպիտակուցի հետ մեկտեղ նաև այս կարմիր հատվածը դնել, որտեղ մտածում են կարմիր հատվածը մենակ այս սև հատվածին կպնելու համար է, բայց պարզվեց նաև այս ոնց ասեցի սպիտակուցին կպնելու համար է։ Եթե դու ուզում ես այս RNT-ն կպնի այս սպիտակուցին, պետք է այս կարմիր RNT-ն էլ գցես մեջը, որ կպնի։ Ու ոնց որ երկրորդ փորձն էլ արեցին, արդեն այս կարմիր RNT-ն էլ գցեցին, կպավ, աշխատեց, տեսան, որ DNT-ն կտրվում է, տենց առաջին բացահայտումը է դեր, այսինքն եթե մենք բջջի մեջ պրոստը վերցնենք, գցենք այս
RNA-ը գցենք այս սպիտակուցը ու այս կարմիր RNA-ը կգնա մեր ուզած հատվածը կկտրի։ Ոնց է մեր ուզածը ստացվում, որովհետև դու կարաս արդեն կառավարես այս հատվածը։ Եթե բակտերիայի մեջ ինչ որ վիրուսի DNT-ի հատված է, այս դեպքում դու կարաս սինթեզես լաբորատորիայում, օրինակ գիտես որ քո DNT-ի մեջ օրինակ ինչ որ հատված է, որը A, G, G, C, G, A հատված է օրինակ, դու կարաս դրանք կպնող հատված սարքես, դրա հակառակ նուկլեոտիդներն ես դնում, ստացվում է DNT-ի այդ հատվածին կպնող է։ Այսինքն դու կարաս սրանով բարձվում է քո DNT-ի մեջ ցանկացած հատված կտրես ուղղակի։ Բայց դա ինչ որ դժվարություն կար, այս երկու հատ նենց անել, որ այդ կարմիրն ու մյուսը կպնեն իրար, մյուս խրանթան կպնեն իրար, դրա համար ասացին եկեք բան անենք, էլի, երկու հատ տարբեր մոլեկուլի տեղը մի հատ RNA սարքենք, անը դնենք guide RNA ու ստանանք այսպես ոնց որ այս հատվածը կպցնում են իրար, էլի։ Ոչ թե առանձին մի հատ կարմիր են սարքում, մի հատ սենց RNA են սարքում, այլ իրար հետ միասին մի հատ RNA են ընդհանուր սարքում, որը սա կապած է իրար։ Ու արդեն ընդհանրապես երկու հատ բան են գցում, այս ընդհանուր մի հատ RNA-ն ու այս սպիտակուցը։ Ու այս նկարում է նկարած։ Պրոստը դու ունես քո օրգանիզմում բջջում քրոմոսոմը, որի մեջ DNT-ն է, ընտրում ես որ հատվածը պետք է կտրես, իր DNT-ն ես սարքում սենց ու սպիտակուցի հետ դաժե կարաս եւ սպիտակուցը չգցես, որտեղ բջիջներում հավանաբար կա այս սպիտակուցը, բայց ամեն դեպքում վստահ չեմ, որ բջիջներում կա, որում չէ։ Բայց նաև բացի կտրելուց դու նախ առաջինում կարաս երկու տեղից կտրես, եթե ուզում ես ասենք այս հատվածը վերացնես DNT-ի մեջից, կարաս միած տեղից կտրես, միած տեղից կտրես, ոնց որ այդ մասը պրոստը կգնա, դու կստանաս այդ մասը հանած DNT։ Բայց նաև եթե ուզում ես անջատես ասենք DNT-ի ինչ որ հատված, դու կարաս պրոստը մի տեղից ինձ կտրես ու ինքը վերակառուցվելու է մեր օրգանիզմում տենց հատկություն կոր DNT-ն վնասվում է, գալի հետ են սարքում կպցնում են իրար, բայց միշտ բանը մուտացիաներ ա լինում, էլի սխալ է լինում ու դրա հետևանքով էլ իր մյուս հատվածը չի աշխատում, այսինքն հիմա այս DNT-ի հատվածը օրինակ չի աշխատելու, որովհետև իր մի մասը վնասվել է։ Նաև հնարավորություն ունես կտրես ուրիշ DNT տեղը դնես, այս էլ փոխելու տարբերակն է, երբ որ բան ես անում, ասենք գիտես դու DNT-ի այսքան հատվածն ես կտրել ու գիտես DNT-ի այս մյուս կողերում ինչ կա, դու կարաս այս մյուս կողերով DNT-ը բերես դնես քո ուզածը մեջտեղ այս կանաչ մասը ու ինքը կգա ոնց որ ստե առանց բանի անիմացիայի դժվար է ցույց տալը, կարճ ասած այս հատվածը կգա այս ներքևի հատվածին կկպնի, սրա հատվածը սրա ներքևի հատվածին կկպնի ու կստանաս ոնց որ քո նոր բանը կգա կմտնի DNT-ի մեջ, բայց դե հավանականություններ կա էլի, արդյոք կկպնի ոնց որ մարդիկ հաշվել են էլի հավանականությունները, ինչքան որ կկպնի կամ չի կպնի կամ սխալ տեղ կկպնի, միշտ չի որ քո ուզած ձևով է ստացվում էլի։ Okay, այդտենց ու 2012 թվականին են իրենց հոդվածը հրապարակել, որ CRISPR-ն կարած է ստանան, CRISPR-Cas9, որը այս ամեն ինչը անում է ու շատ արագ մարդիկ գտել են հնարավորություններ ոնց այս ամեն ինչը անեն, ոնց ջնջեն ինչ-որ հատվածներ DNT-ից, ոնց ավելի ճշգրիտ սարքեն, ոնց փոփոխեն ընդամենը մի քանի հատ փոքր հատված DNT-ի տենց լիքը բաներ են գտել, սա կխոսենք բաների մասին, կիրառությունների մասին։ Այս հոդվածի մասը ավարտվեց։ Մի հատ նայենք բանը, անիմացիա կա սրա ոնց որ մասին, թե ոնց աշխատում է, անիմացիա ավելի հեշտ է հասկանալը։ Okay։ Ոնց որ այս մեր քրոմոսոմն է, որի մեջ մեր DNT-ն է տենց փաթաթված։ Էսի այդ բանն է, Cas9 սպիտակուցն է, որի մեջ են ոնց որ կարմիր հատվածն է ու վիրուսի DNT-ի հատվածն է, ասած ինչ որ խառը փաթաթված իրար վրա։ Դա ցույց տալի։ Այս էլ ասում է single guide RNA, որ այդ երկու RNA կպցնում են իրար կարմիրն ու մյուսը, մի հատ
մի հատ է ստացվում, այդ մի հատն է հենց էլի։ Ինչ է։ Ես ասած գալի կպնում է այն հատվածին, որը պետք է, այս որ ցույց տվեց highlight արած փամեր գրած վրա, փամը այդ իմ ասած այն որ ասում է GG ու ես իմ ինչ նուկլեատ դու կարա լինի այդ հատվածն է, որ այդպես հատվածային կման գալիս ու եթե համապատասխանում RNA-ն կպնում է այդ հատվածին։ Իսկ եթե կպնում է, այդ նշանակում է օրինակ բակտերիայի մեջ, որ էսի վիրուսի DNT-ը է, պետք է վերացնել։ Այսինքն գալիս է այս սպիտակուցը բացում է DNT-ին, առանձնացնում է իրարից, այս DNT-ի հատվածը կպնում է այս RNA-ին ու եթե կպավ sense հստակ, ուրեմն մեր փնտրած հատվածն է ու sense ինչ որ հատված կա սպիտակուցի վրա, որը կեն կտրելու համար է, որ քիմիական ռեակցիա տեղ ունենում, կտրում է DNT-ն, ստացվում է կտրած DNT-ը ու երբ որ մյուս պրոտեինները գալիս են, որ հետ կառուցեն այս DNT-ն, արդեն սխալներով են կառուցում։ Հետևաբար այս այն մասը, որի համար ինքը պատասխանատու էր, անջատվում է ու էլ նորմալ չի աշխատում։ Ոնց չի աշխատում, որտեվ ասենք ոնց է հենց այս սպիտակուցը այդ NGG հատվածը կա, որ դրանք դիկա կպնի, նույնիսկ ուրիշ սպիտակուցներ, որ այս DNT-ն պետք է օգտագործեին, պետք է գային այս հատվածին կպնեին ու սկսեին վազելվերով կարդալ, այս հատվածը քանի որ վնասված է, ինքը չի գտնելու այս հատվածը, էլ չի կարդալու ու չի աշխատելու այս DNT-ն։ Ավելի պարզ է մեխանիզմը անջատվելու, քան թվում է, այլ։ Այստեղ ինչ-որ ցույց տալիս։ Այստեղ ասում եմ հատուկ բան կարաս, եթե ուզում ես օրինակ մի հատիկ փոխես, ասենք այս մանուշակագույնն ես ուզում փոխես դեռ, փոխես ուրիշ նուկլեատ դու սարքես դրա տեղը, կարաս քո այս կասինը սպիտակուցին ուրիշ մի հատ սպիտակուց կպցնես, որը կգա, հենց կկպնի, դե քիմիական ռեակցիա կանի ու կփոխի սրան, փոխի կսարքի ուրիշ նուկլեատիդ ու կստացես մոդիֆիկացիա ստել։ Նաև տարբերակներ կա, որ դու կարաս քո սպիտակուցին կպցնես sense ուրիշ սպիտակուցներ, որոնք կգնան, երբ որ կգտնես քո սպիտակուցի հատուկ հատվածը կգտնես, կգնա կկպնի դա ու ոնց որ ենթադրենք, ինչ ասեմ, այս սպիտակուցի հատվածը օրինակ քո որ հորմոն արտադրելու հատվածն է, որը պետք է RNA արտադրի, որը սպիտակուց կարտադրի։ Հիմա դու ուզում ես այդ հորմոնը շատացնես, դրա համար ինչ որ սպիտակուցի տես մի հետևի հատվածն ես կպցնում, որը օգնելու է այս DNT-ն ակտիվացնող հատվածը աշխատել։ Մոտոնս դե կպնում է, օգնում է, ուստի ինչ որ բան արտադրում, RNA-ը արտադրում։ Որտեվ զուտ ակտիվացրել է իր այդ մասը։ Շուտ դժվար է պատկերացնել ակտիվացնել, պասիվացնել ինչա, բայց այնպես մոլեկուլային մակարդակում բարձ է։ Այս էլ օրինակ պասիվացնող հատվածն է, որ գալի կպնում է, հենվում է ասենք DNT-ի վրա ու երբ որ այս մյուս սպիտակուցը գալիս է, որ իրեն արտադրի, վերցնի DNT-ի կոդը արտադրի, էլ չի թողում էլի, զուտ փակ է, տեղը զբաղացրել է։ Սպետվիցիոնը երրորդ տարբերակն է, օրինակ երբ որ ուզում ես տենաս քրոմոսոմում որտեղ է DNT-ի հատվածը, սենց մոլեկուլ ես կպցնում, որը ռադիոակտիվ է, կամ նախորդ վեբինարին խոսացած քվանտային կետ է, որը տենց լավ հստակ ճառագայթում է, ու դու կարաս ինչ որ միկրոսկոպով կամ ռենտգենով կամ ուրիշ բանով նայես ուր գնաց կպավ այս սպիտակուցը, հետեւաբար գիտես DNT-ի մեջ որտեղ է այդ քո ուզած հատվածը։ Կոնկրետ տեղորոշում ես էլի։ Տարբեր կիրառություններ կա էլի։ Գլխավորը դու գտնում ես DNT-ին հատվածը, որը պետք է, հետո ինչ ուզում ես կարաս անես դրա հետ։ Ու այսինքն կարաս ասենք քրոմոսոմի մեջ ներկես էլի, որ հատվածներն է, օրինակ ինչ որ բանի համար պատասխանատու։ Այստենց ոնց որ կարևոր չի։ Վիդեոից հարցեր ունենք։ Անցնենք առաջ։ Okay, անցնենք առաջ։ Ստեղ է ուզում բան ցույց տամ։ Այս նայեցինք, էսի նույն բանն է նկարած, որ վիրուսի իր DNT-ն գցում է այս բանի մեջ։ Այս հատվածում էլի բակտերիայի մեջ երկու հատ սպիտակուց կա, անունը CAS1, CAS2,
ու դրանք են էլի այս հատվածը կտրում DNT-ից բերում դնում իր մեջ։ Դա էլ է բակտերիայի ֆունկցիաներից էլի։ Այսի նայեցինք հոդվածի մեջ, այն բաներն է կրկնում։ Այսի այդ տարբերությունն է, որ բակտերիայի մեջ երկու հատ տարբեր sense RNA-ա, բայց մարդիկ վերել կպցրել են մի հատ RNA-ն ընդհանուր սարքել։ Այսի այդ բան հատվածն է, որտեղ ինքը կպնում է հատուկ։ Այսի նայեցինք։ Այսի բանն է, նախորդ միջև այս CRISPR-ը էլի sense տարբերակներ կար կտրելու DNT-ն, ու այս էլի նախորդ վեբինարին խոսացել ենք DNA binding domain բաներն են, սպիտակուցներն են, որոնք ոնց որ իրենք սպիտակուցներ են, որոնք հատուկ DNT-ի հատվածներին են կպնում, ու դու նույն ձև կարաս այս կտրող սպիտակուցին կպցնես այս սպիտակուցները, որոնք կգնան հատուկ DNT-ի հետ հատվածին կկպնեն ու կկտրի այս հատվածը դրանց, բայց այս շատ ավելի թանկ հաճույք է, շատ ավելի բարդ է ու շատ ավելի սխալմունքով աշխատում, որովհետև պրոտեինը DNT-ին կպցնելը ավելի քիչ ճշգրիտ բան է, քան հենց RNA-ն DNT-ին կպցնելը, դա ամբողջ ինովացիայի մեծ մասը, որ ստացել են մի հնարավորություն հստակ RNA-ով գտնել DNT-ի հատվածը։ Էլի բարդ թվա, բայց մի քիչ որ խորանակ շատ բարձ է դառնում, խի RNA-ն ավելի ճշգրիտ, քան սպիտակուցը, էլի։ Դա ճշգրիտ RNA-ն կպնում է DNT-ին, սպիտակուցը երբեք ճշգրիտ չի կպնում, էլի։ Ինչ պատճառներով։ Նույնը երկրորդ թալային ձևն է, պրոստը ավելի մանր, ամեն մեկը մի հատ նուկլեոտիդին է կպնում, ոչ թե sense ընդհանուր դոմեյններով, էլի։ Այսի արդեն այն տեխնոլոգիան է, թե ոնց են հստակ իրանց ուզած մասը դնում, մի քիչ խառնա կարող է նկարել լինի, բայց ամեն ինչ պարզ է, այստեղ քո DNT-ն է, որ ուզում ես փոխես, այսի այդ հատվածն է, որ ուզում ես փոխես, այսի քո RNA-ն էր, որը գալու է կպնի քո ուզած հատվածին, այսի այն մի RNA-ն էր, որը սպիտակուցին է քեզ պահում ձիգ։ Ու զուտ այստեղ նաև ավելացնում են երկրորդ սպիտակուցի հատվածը, որին կպված է այն հատվածը, որը դու ուզում ես փոխես DNT-ի մեջ։ Այստեղ այս երկրորդ հատվածը կպնում է այն հատվածին, որը դու ուզելու ես փոխես, ու երբ որ գալիս կտրում ես այս հատվածը, ոնց որ sense գալի կպնում են քո ուզած հատվածին, այսինքն քո ոնց որ այս սխալ DNT-ն փոխում ես այս ճիշտ DNT-ով։ Բայց այստեղ էլ հավանականություն կա։ Այստեղ էլ է խնդիրը, որ ինչ որ հավանականությամբ ոնց որ ով է որոշելու այս DNT-ի հատվածը կպնի այս հատվածին, թե այս DNT-ի հատվածը կպնի այս հատվածին։ Ու ոնց որ ինչ որ հավանականությամբ կամ էսա կպնում կամ էս, դրա համար ճշգրիտ չի էլի այս փոխելու տարբերակը։ Դե մարդիկ մտածում են ոնց անեն ճշգրիտ լինի։ Հատիկն ջան ասա։ Արտուր ջան, մի բան ես ասում եմ, это ասեցիր այդ գասինը սպիտակուցն է պետք գցել, մեկ էլ այդ արդեն կարմիրով սարքված RNA-ն, չէ՞։ Իրանք իրար ո՞նց են գտնում, հետո ո՞նց են իրար գտնում։ Սպիտակուցն ու RNA-ը։ Հա։ Դրա համար այս մի հատված է RNA-ի, այս մի հատվածը ոնց որ այս մի ծերը կպնում է քո RNA-ին ու ինքը ընդհանուր կպնում է սպիտակուցին, ստացվում է դու կպար սպիտակուցին, էլի։ Ոնց որ էսի այս մոլեկուլային քիմիայի ու կենսաբանության հիմնական մասն է, որ դու կարաս սարքեսնես մոլեկուլներ, որ մենակ իրար են կպնում։ Դու իրան գցում ես օրգանիզմի մեջ, ինքը գնալու է գտնի սպիտակուցին, կպնի ուրիշ բանի չի կպնելու։ Ավելի տենց քիմիայի ազոտ, էլի։ Ինչը ինչին է կպնում։ Իսկ այդ որ մենակ իրան կարա կպնի, այդ իրա կոդից է այսինքն գալի, պետք է անես կոդ լինի, որ կրկնվող չլինի, հա։ Եթե խոսքը RNA-ի մասին է, հա, ոնց որ հստակ զույգեր կա RNA-ի ու DNT-ի մեջ, որը ոյն է կպնում, ունեք CG-ին է կպնում, AT-ին է կպնում, ու երբ որ ոնց որ 10 երկարությամբ հատված ես վեկալում, հստակ այն RNA-ն կարաս սարքես, որը մենակ դրան է կպնելու։ Իհարկե այստեղի վտանգ կա, որ կարա օրգանիզմում DNT-ի ուրիշ հատված լինի, որը նույն ձև կրկնվում է,
բայց ուրիշ բանի համար պատասխանատու լինի ուրիշ տեղ, բայց դա քիչ հավանական է, ամեն դեպքում շանս կա, նաև շանս կա, որ օքեյ, կարող է սխալ մոտ լինի ու կպնի, ու էլի սխալ տեղ դնեն կտրես, որը էլի քիչ հավանական է, բայց շանս կա։ Իսկ սպիտակուցի դեպքում ոնց որ դա չասեմ, այս հետևի մեծ կարմիրն էլ է սպիտակուց, այս հատվածը RNA է ու շատ ավելի դժվար է սպիտակուց RNA կապը կարգավորել, որը կախված է բանից, թե ինչ կոդ է համ սպիտակուցը, սպիտակուցն էլ ամինաթթուներից է կազմված էլի 20 տեսակի, ու էլի կոպիտ ասած կոդ է, պրոստը մի քիչ ավելի 3D է, էլի ոչ թե RNA-ի պես հենց ուղիղ պրոստը։ Ու բարդ հարց է իմանալը, որ սպիտակուցը ում կկպնի, ինչ կանի, բայց հա էլի կոդից է կախված։ Մեկը մի հատ էլ հարց կամ էլի, եթե կարելի է։ Լավ, այս ամենը ոնց հասկանում եմ, մի բջիջի մեջ կատարվող գործողություններ է, չէ՞։ Այո։ Այսինքն, եթե ուզենան ինչ-որ հիվանդություն կամ չգիտեմ ինչ-որ մի բան հանեն օրգանիզմի միջից մարդու, այդ ոնց պետք է արվի, բոլոր բաների մեջ պետք է գցվի, նմանատիպ բանը բջիջների մեջ պետք է գցվի։ Հեսա դրան ենք հասնում, մի քանի րոպեից կասեմ։ Իրարությունները։ Սա ոնց որ ավարտեցինք, մենակ ստե հա այդ սպիտակուցների RNA-ի, DNA-ի կպնելու մասին ասեմ, որ հիմա ոնց որ այս molecular biology-ին գլխավոր խնդիրներից է այդ, որի մեջ արհեստական բանականություն են փորձում աշխատացնել, որը հենց այդ ոլորտում էլ ես աշխատում եմ ու փորձում են հասկանանք ոնց ստանանք երկու սպիտակուց, որ մենակ իրար կկպնեն, ուրիշների չեն կպնի, կամ ոնց հասկանաս երկու սպիտակուց իրար կկպնեն, թե չեն կպնի, կամ որ կպնեն ինչքան երկար կպած կմնան, կամ այս RNA-ն այս սպիտակուցին կկպնի, թե չէ, ոնց որ բարդ խնդիրներ են դրանք, որոնք ոնց որ թե արհեստական բանականությունը ինչ որ չափով սկսել է լուծել, բայց դեռ հստակ 100% աշխատող լուծումներ չկա էլի դեռ։ Կիրառությունների մասով կան շատ տարբերակներ, ամենաոչ էթիկական տարբերակը, որը արգելվում է, դա բանն է, էմբրիոնի մեջ փոխելն է DNT-ն, այսինքն երբ որ դեռ նոր է ոնց որ բեղմնավորվել էակը, հələ մի հատ բջիջ է, դու կարաս այդ մի հատ առաջին բջիջի DNT-ն փոխես ու ոնց որ բոլոր մնացած բջիջները այդ բջիջից են առաջանալու, այդ ցողունային բջիջ ու ստացվում է քո բոլոր բջիջների մեջ DNT-ի այդ հատվածը փոխված է։ Հետևաբար դու կարաս անես այն, ինչ ուզում ես DNT-ի հետ տվյալ էակի։ Օրինակ, կարաս էմբրիոնում փոխես իր գենի հատվածը, որը պատասխանատու է աչքերի գույնի համար, ու դու կունենաս օրինակ մարդ, որի աչքերը կապույտ է։ Իհարկե այդ ոնց որ այդքան էլ պարզ չի, որտեվ մի տեղ չի, որ կապույտ գենի համար է պատասխանատու, տարբեր հատվածներ են իրար հետ համագործակցում ու նաև սխալմունքի հնարավորություն կա, որ կարա սխալ տեղ կպնի, սխալ բան կտրի ու ինչ որ մարդ սպանելու կարգի բան է դառնում, այդ պատական մի բան այն չգնաց, այդ բջիջը էլ չի զարգանալու կամ մեծանում է քաղցկեղի ռիսկը, որ DNT-ն վնասվեց, այլ հիվանդություններ կառաջանան, քաղցկեղ կառաջանա եւ այլն, նաեւ ոչ էթիկական է, որովհետեւ շարունակվելու այդ DNT-ն ոչ միայն քո մեջ է փոխվում, այլ քո սերունդների մեջ էլ է փոխվելու։ Այսինքն, եթե քո էմբրիոնի մեջ փոխել են DNT-ի հատվածը, որ դու երեխա ունենաս, քո երեխում մոտ էլ է փոխված DNT-ն լինի, որտեղ ժառանգվում է քեզնից արդեն փոխված DNT-ն։ Որը տենց շատ վտանգավոր է, էլի, ոչ մեկ չգիտի 10, 15, 20 սերունդ են կողմ ինչ հետևանքներ կթողի այդ փոխված DNT-ը, նույնիսկ եթե տենց առաջին հայացքից բան է երևում, վտանգավոր չի երևում, էլի։ Նաև մեր օրգանիզմում ակնհայտ չի ինչի վրա է ազդում, որտեվ նենց չի, որ մի հատ այս գենի հատվածը վերցնում ես, ինքը մենակ աչքի գույնի համար է պատասխանատու ու վերջ ոչ իման ուրիշ չի անում։ Կարող է միշտ գիտության մեջ եղել է, որ չենք հասկացել ինչի համար է
բայց բավական կարևոր էր դա պետք չէր փոխել դա մենակ մեր իմացած բանի համար չէր դա օրինակ բաները երկար ժամանակ բժիշկները չէին հասկանում այդ նշիկները ինչի համար է գլանները որ հիվանդանալուց միշտ բորբոքվում էր բայց բռնում կտրում հանում էին մեկը անպետք բան է բայց բավական անպետք բան չէ կարևոր բան է որ առաջինի ինքն է հանդիպում ոնց որ շնչուղիների ու կերակրափոխի ամենասկզբում ինքն է երբ որ վիրուս բակտերիա ինչ որ բան է մտնում օրգանիզմ առաջինը ինքն է տենում ու նախ շուտ է ոնց որ սկսում իմունային համակարգի մասը էլի ինքը իմունային համակարգը սկսում արագ պատասխանել քանի վիրուսը չի տարածվի օրգանիզմում համել այդ հարվածն է իր վրա վեկալում ոնց որ ինքն է սկսում բորբոքվել դրա համար կարմիր մուրում եւ այլն ու երբ որ հեռացնում ես տենց վտանգավոր է դառնում էլի որ վիրուսը նշիկներում չի մնում մի անգամից գնում է օրգանիզմը տարածվում չի հասցնում իմունային համակարգը պատասխան եւ այլն կարծես ես դες բաներ կար ակնհայտ չի ինչի համար է ինչ անում բայց օրգանիզմը պետք է էլի դրա համար է վտանգավոր ընդհանրապես եւ ակնհայտ է խիախ ոչ էթիկական ուրիշ ինչ կա սրա մասին ասելու Սենց բաներ մարդկանց ու կենդանիների համար է ոչ էթիկական, բայց բույսերի համար անում են, որ ստանում են օրինակ փոխում են DNA-ը ինչ որ բույսերի, օրինակ պամիդորի, լոլիկի, որ չոր պայմաններում ինքը, չգիտեմ, կարողանա մնա չփչանա, կամ սնկերի մեջ փոխում են, որ չսևանա, մրգերի մեջ սևանալու դնթն փոխում են ու միրգը չի սևանում կամ ավելի մեծաչափսերով լինում ինչ մտքիդ չի կարծանես էլի իրականում իհարկե պետք է հասկանաս դնթ-ի որ հատվածի ինչի համար է պատասխանատու որտեղ կարած վատ բաներ ստանաս բայց հա բույսերի դեպքում անում են ու հիմա տենց լիքը հետազոտություններ կա դաժե բույսեր կա արդեն ստացած փոխված դնթ-ով էսի ոնց որ մեր իմացած GMO-ի մի ոնց որ GMO նրան են ասում որ GMO նշանակում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ այդ են դեպքերում են ասում երբ որ ուրիշ օրգանիզմի դնթ-ն բերում դնում ես ուրիշ օրգանիզմի մեջ օրինակ բակտերիաների մեջ կա մի հատ լավ դնթ որը չգիտեմ չոր պայմաններում դիմանալու համար է ինչ որ սպիտակուց արտադրում որը չոր պայմաններում օգտակար է բերում այդ դնթ-ն կտրում դնում են բանի մեջ բանանի մեջ օրինակ դրան GMO են անվանում որ բակտերիայի դնթ-ն բերում դնում ես բանանի մեջ բայց այս դեպքում այնց դեպքեր կար GMO չեն անվանում որովհետև դու ուրիշ օրգանիզմի բան չես բերում էլի ուրիշ օրգանիզմի դնթ չես բերում դնում այլ դու ես ինչ որ բաներ փոփոխում կամ կտրում անում հետո տարբերություն կա էլի սրա ու GMO-ի մեջ ամեն դեպքում այդ բույսերի դեպքում մյուս տարբերակը օրինակ այն է որ բուժում են սրանով արյան քաղցկեղ ոնց որ արյան քաղցկեղը այն ժամանակ է լինում երբ որ արյուն արտադրող հատվածը որը մեր բանն է ոսկրածոցն է ոսկորների մեջի այդ հատվածը այդտեղ արտադրում մեր արյունը ու երբ որ այնտեղ վնասված է լինում դնթ-ի հատվածը որը արտադրելու է այդ արյունը դա ցողունային բջիջ է էլի նախորդ նոմինալին խոսացել ենք որ կա ցողունային բջիջ որից առաջանում են մնացած բոլոր բջիջների տեսակները ցողունային բջիջը հիմնական բջիջն է էլի ու այնտեղ այդ բջիջներից է որոնցից առաջանում են արյան բջիջները ու վերցնում են մարդու ոսկրածոցը հանում են այդ բջիջների մեջ այս CRISPR-Cas9-ով փոխում են բոլոր բջիջների այդ ցողունային բջիջների DNT-ի այդ հատվածները ու հետ են ներարկում մարդու ոսկորի մեջ ու ստացվում է առողջ ոսկրածոց, որը արդեն քաղցկեղային բջիջներ արյան չի արտադրում ու ոնց որ Դա միտքը որ կարաս լիքը բջիջների մեջ փոխես ոչ թե մի հատ։ Եթե լիքը տրիլիոնավոր չի, ինչ որ չափ կա, դրա համար օրինակ ոսկրածոցի մեջ այդքան էլ հսկայական չի, դրա համար հնարավոր է ասած բան անել, բայց հավանաբար շատ թանկ հաճույք է։ Դա տարբերակներից մյուս մեկն է։ Իհարկե։ Արտուր ջան, իսկ ինչու է պայմանավորված դրա թանկ լինելը։ Դա հազարավոր բջիջների մեջ բան փոխել է, այտենց պետք է որ թանկ լինի, էլի։ Պատկերացրու, պետք է հավանաբար հատ-հատ չեն բռնում բջիջների մեջ փոխում, այտենց տեխնոլոգիա կա որ անում են, բայց
ակնհայտ չի։ Վստահ չեմ որ թանկ է, բայց հիմա թանկ պետք է լինի։ Կարող է դու գինը գնաք նայեք։ Սա դե կոպի անելու հնարավորություն կար, չէ։ Ինչը կոպի անելու։ Դենթեի կտորներ կոպի անելու հնարավորություն կա մեծ քանակությամբ։ Հենց դեպքում դենթեի անալիզներ անում։ Լավ տեղյակ չեմ, բայց հավանաբար այս RNA DNT սինթեզելն էլ արտադրելն էլ է, էլի տենց ոչ շատ էժան հաճույք։ Անորոշ միլիարդներ չի, բայց էժան էլ չի անի։ Ասենք եթե ինչ-որ հատված ես ուզում փոխել դրա RNA-ն ստանալը հենց լաբորատորիայում, որ օգտագործես, երևի էլի գումար արժի։ Հասկացա, մերսի։ Okay։ Հայտնի պատմություն կա, որ Իշուն 18 թվականին էր, ոնց որ Չինաստանում գիտնականներից մեկը հայտարարեց, որ առաջին անգամ ինքը այդ բջջի էմբրիոնի մեջ փոխել է ու ստացել է ոնց որ երեխա, կոպիտ ասած, հələ բան վիճակում էլի, սաղմնային վիճակում, որը բան ունի, իմունիտետ ունի վիճ այդ բանի անգլերեն ոնց է։ Չեմ հիշում, ամեն դեպս ռուսերեն վիճ վիրուսի դեմ հայերեն ոնց ճիշտ է զիա եթե ճիշտ եմ ձիահի դեմ, բայց ինչքան էլ լավ բաներ արել, մեկը այդ մարդուն բան են արել, ազատազրկել են, որտեղ չի կարելի։ Ինչ կապ չունի ինչքան լավ բան ես անում, չի կարելի մարդու էմբրիոնի մեջ փոխել DNT-ն։ Dance. Okay. Ինձ թվում է այդ քանը հարցեր էլ ես բան չունեմ պատմելու։ Չէ, լավ է, շնորհակալ։ Շատ էի լսել այս տեխնոլոգիայի մասին, բայց չէի պատկերացնում, որ սենց է ստացվում։ Այո։ Բակտերիաներից նոր բաներ ենք սովորում։ Շատ լավ, թե հարցեր լինեն, գրեք, կփորձեմ պատասխանել։ Բայց լիքը վիդեոներ ու սենց հոդվածներ կա այս CRISPR-Cas9-ի մասին, որտեղ տենում եք տենց։ Երևի AI-ից ավելի վտանգավոր զենք է էսի, էլի։ Հիմա նույնիսկ լիքը վտանգավոր բան կարելի է սրանով անել, սարքել, հուսով ենք կսահմանափակեն ու շատ վատ բաներ վերջում չլինի սրա պատճառով։ Դա տենց։ Մերսի ձեզ։ Մերսի ջան Ես էլ մերսի շատ արտուծան։ Մերսի շատ։ Դա, տեսություն։